Գոռ Հակոբյանի ընտանիքը արդեն մի քանի շաբաթ է ինչ Գերմանիայում է փոքրիկ Ֆելիքսի առողջության համար մղվող պայքարի կենտրոնում։ Շատ շուտով, ընդամենը 10 ամսից հանդիպում ենք էլի ստեղ։ Թեև առջևում բժշկական երկարատև ընթացք է, սակայն հայրենիքից եկող ջերմությունը եւ աջակցությունը հասնում են նաեւ օվկիանոսից այն կողմ։ Համացանցում տարածվեց Գոռի կողմից Գյումրիում արված մի հուզիչ տեսանյութ։ Հայտնի անունների պատի մոտ Գոռը նկարահանում էր, թե ինչպես են կազմակերպիչները հավաքել Ֆելիքսի անունը, որպես խորհրդանիշ անկոտրում հույսի։ Ուղերձը մեկն է՝ Ֆելիքսը պետք է վերադառնա եւ իր ձեռքերով գունավորի իր անունը, ավելացնելով նաեւ ընտանիքի մյուս անդամներին։ Նախաձեռնությունը դարձել է յուրօրինակ աղոթք ուղղված փոքրիկի շուտապույտ ապաքինմանը։ Չնայած ծանր օրերին Գոռի որդին Ֆելիքսը չի կորցնում կապը իրեն սիրող մարդկանց հետ։ Նա ակտիվ է սոցիալական հարթակներում եւ արդեն հասցրել է իր ինստագրամյան էջում դիմել հետևորդներին։ Փոքրիկը հրավիրում է բոլորին միանալ իր յութուբյան էջին, որտեղ հետաքրքիր հոլովակներ է տեղադրելու։ Հիշեցնենք, որ Յուինգի սարկոմա ախտորոշմամբ Ֆելիքսի բուժումը ըստ նախնական տվյալների տևելու է շուրջ 10 ամիս։ Սակայն այն միասնականությունը, որ ցուցաբերեց հայ ժողովուրդը 2 օրում հավաքելով անհրաժեշտ գումարը, փաստում է մեկ բան՝ Գոռի ընտանիքը այս պայքարում միայնակ չեն։ Մենք շարունակում ենք հետևել իրադարձությունների զարգացմանը, իսկ դուք մնացեք մեզ հետ։ Թամարա Քալանթարյան, Օրագիր Նյուզ։